Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 6-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Օրը շաբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Մյուս ալիքում, ովքեր որ նաև նրան են հետևում, երկու անգամ եմ 6-ի տեսանյութը արել, երկուսն էլ կտեղադրեմ, միգուցե ինչ-որ մեկի մոտ նա ավելի շատ լինի, մյուսի մոտ է մյուսը, դե արել եմ գոնե, պետք է թող լինեն ալիքում, ուրեմն այդպես էր պետք, այս ալիքի համար չեմ արել, պես որ գնայենք, տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվում, գնայենք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 6-ին։ Տան հետ կապված որևիցե իրադարձություններ ունեք, միգուցե տեղափոխվում եք, հյուրեր եք ընդունում, առիթ է, տունն եք դասավորում, տեղափոխություններ եք կատարում, տունածառ եք դնում, այդ օրը նաև շատ ուժ կունենաք, որից գործեր անելու համար, նաև ինչ-որ մարդիկ կարող ձեզ օգնել այդ օրը հովանավորել ձեզ, օգտակար լինել, և եթե մեքենա եք վարում, ապա այստեղ զգույշ եղեք, որ տնեք, հետո գումարն էլ կա, դա նշանակում է, որ կարող եք նաև բախվել պետավտոտեսուչներին, ովքեր որ նաև այստեղ կարող են շտրաֆ գրել, դրա համար ուշադիր եղեք։ Ոմանք այդ օրը գումար կստանան, ոմանք նաև այդ օրը գումար կծախսեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին, տարվա ծնված ցուլերին իհարկե։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 6-ին։ Ամսվա ծնված նշանները չեն այստեղ բացարձակապես միմիայն տարին է։ Այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, բայց մի փոքր փորձությունները հաղթահարելուց հետո։ Ոչ նաև ճակատագրական ինչ-որ մի բան տեղի կունենա, միգուցե նոր ծանոթություն է, միգուցե ընտանիքում է ինչ-որ հետաքրքիր մի բան տեղի ունենում ձեր և ձեր երկրորդ կեսի միջև։ Նաև օտարերկրից կարող եք ոչ նորություն լսել, նաև այդ օրը կարող եք աստղի նման փայլել, բայց ամենայն դեպս դժվարություններ կան, որոնք որ պետք է այդ օրը հաղթահարեք, կամ ամբողջ ինչ-որ տան բեռն է ձեր ուսերին, կամ ոչ հարցեր կան, որոնք որ ձեր ուսերին է, դուք պետք է անեք դա։ Կարող է նման ինչ-որ գործերով զբաղվեք։ Եվ իհարկե նոր սեր, նոր հարաբերություններ, նոր ծանոթություն, ընտանիքում սեր, միգուցե և եթե այստեղ ինչ-որ մի հարցեր կան, որոնք որ դժվարություններ են ձեզ համար ստեղծելու, ձեր ընտանիքը, ձեր սիրելի մարդիկ, ձեր շրջապատեն և ձեզ կօգնեն այդ օրը։ Եվ սա իրոք ոմանց համար նաև ճակատագրական, նաև կարմայական ինչու չէ, հանդիպում է ծանոթությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 6-ին։ Խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը կամ միգուցե դուք պետք է լինեք մի փոքր խորամանկ այդ օրը, եթե չէ, ուրեմն նաև կարող են խաբեբա մարդիկ լինել, ուշադիր եղեք։ Այդ օրը փոփոխություններ նաև կմտնեն ձեր կյանք, ոմանք տեղափոխություն է սա, հղիություն, ծննդաբերություն, տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, նաև երկար ճանապարհորդության կարող գնալ և ամենայն դեպս փոփոխությունը դեպի լավն է։ Այստեղ հավելյալ ուժ է գալու ձեզ, հավելյալ հնարավորություններ, նաև ինչ-որ մեկը կարող է լինել, ով որ ձեզ օգտակար լինի, օգնի ձեզ, հովանավորի ինչ-որ հարցի համար և ուշադիր եղեք պետավտոտեսուչներից, որպեսզի շտրաֆ չգրեն ձեզ վրա, որտեղ կարող խորամանկություն անեք, բայց չանցնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին, ճագարներին։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 6-ին։ Այդ օրը ոմանց մոտ ոչ կարիերայի փոփոխություն է, բարձրացում,
Ոմանք կլինեն լավ շրջապատում, ձեր հարազատների շրջապատում կամ մի քիչ ավելի բարձրաստիճան մարդկանց շրջապատում։ Նաև դա կյանքի նոր իմաստ գտնելն է, կյանքում ոչ է իմաստություն ձեռք բերելն է, նաև ինչ-որ մի հարցին ավելի իմաստուն կերպով նայելը։ Եվ այդ օր բավական շատ ուժ կունենաք, շատ էներգիայով լցված, նաև ուշադիր եղեք պետավտոտեսուչներին, որպեսզի չհանդիպեք, բոլորին ընկավ, չգիտեմ ինչ է սա, նաև պետական աշխատող կարող է լինել, ում մասին կողմ ինչ-որ բան ենք իմանում բոլորովս։ Նաև հովանավոր է սա, որ ձեզ ձեռք կմեկնի և ձեզ կօգնի։ Ոմանք տանը կլինեն, ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, իրենց առողջությամբ, նաև կարող եք այցելել ձեր ծնողներին, գործերը կարող եք հասկանալ, որ ինչ-որ դանդաղում է, բայց դա ավելի է ամրացնում ձեր գործերը, պետք չի անհանգստանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 6-ին։ Շատ շփում, տարբեր մարդկանց հետ, նաև միգուցե մի փոքր անհանգստություն է նաև, չի բացառվում բամբասանք, չի բացառվում լեզվակռիվ, նաև ոչ է մարդկանց հետ։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, և ձեր ցանկությունները նաև կիրականանան, բաց է առաստված ճանապարհը, այդ կարող եք դիմել, կարող եք ինչ-որ բան խնդրել, ձեր ցանկությունները պահել, և ոչ է տեղեկատվություն կլսեք, ոչ է ինչ-որ նորություն, ինչ-որ մի բան, օտար երկրի հետ կապված, ոչ թե էլ կարող եք աստղը մարդուն ոնց որ աստղ է սարքում, փայլում է ավելի շատ, իր շրջապատում, որտեղ որ գտնվում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 6-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե կնոջ հետ։ Տեսնենք ով է։ Սա տղաների համար մեկ ակնթարթ ծանոթություն է, նա նաև հյուր է, որ կամ դուք կգնաք, կամ ինքը կգա ձեր տուն, բայց ցույց չի տալիս ով է։ Նա ինչ-որ հյուր է, կամ դուք կգնաք, կամ ինքը կգա։ Նաև նորություն կարող եք լսել այս կնոջից, կամ ինքը ոչ է մեկի մասին, ոչ է նորություն ասի, կամ առաքիչը, ինչ-որ բան կարող է ձեր տուն բերել։ Ոմանք ոչ է փաստաթուղթ կարող են ստորագրել այդ օրը, փաստաթղթի հետ կապված հարցերը լուծեք, ինչ-որ բաներ գրեք, ջնջեք, համակարգչի հետ աշխատեք, ցուցակ կազմեք։ Եվ սա ևս նույնն է ասում, ոնց որ ոմանց համար սա զաքսավորում է, ոմանց համար սա նաև բաժանում է, սա կարող զաքսն է, ինչ-որ բաներ ցույց տալիս դատական համակարգն է, չնայած որ այդ օր այդքան էլ չեն աշխատում, չգիտեմ, զաքսը այդ օրն են անգնում, շաբաթ օրը փակ է, թե չգիտեմ այդ պահերը։ Ամենայն դեպս նաև այդ օրը ոչ է գաղտնիք կբացահայտվի ձեզ համար և ոմանք էլ ուսմամբ կզբաղվեն, ինչ-որ բաներ հետաքրքրի ձեզ կսովորեք։ Միգուցե դա է, ինչ-որ նայում եք, գրում եք։ Այսքանը ձեզ համար կամ պարապում եք այդ կնոջ մոտ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 6-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղամարդու հետ։ Տեսնենք ով է։ Կամ խոչընդոտներ է ստեղծում ձեզ համար, կամ օգնում է որոշ խոչընդոտներից դուրս գալ։ Երկուսից մեկը, կամ ձեր տղան է, իր մոտ խոչընդոտներ կան, և կամ դուք եք լինելու խորամանկ, կամ այդ տղան է խորամանկ, և խաբեբաներ կան նաև ձեր շրջապատում, և դուք կարող եք խորամանկ պետք է լինեք, որ այդ խոչընդոտներից ազատվեք, կամ այդ տղայի հետ կապված խոչընդոտներից ազատվեք։
Այդ որ ոմանք ոգևորված կլինեն, շատ գործեր կանեք, ճանապարհներ կգնաք, նաև հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, նոր ծանոթություն է սա նաև մեկ ինչ որ դրսում կողակ ոչ մեկի հետ ծանոթանալ, փորձել ծանոթանալ նաև։ Այսքանը եւ ինչ որ բաներ կարող պատվիրել, բերեն տուն։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ինչ որ բաներ չկա։ Գնանք այծերին, ոչխարներին նաև։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 6-ին։ Շատ սեր, սիրախոստովանություն, սիրահարվածություն, շրջապատված կլինեք սիրո, բայց հետագայում այստեղ սիրո հետ կապված հարցեր կան, երկրորդ կեսի հետ կապված հարցեր կան, այստեղ պետք է ուշադիր լինել, որպեսզի չվիճեք, որովհետև հետո խոչընդոտներ եք ստեղծելու ձեզ համար, նաև կարող եք հեռացնել ձեր երկրորդ կեսին ձեր կյանքից, դա համար, որից հետո եւս էլի խոչընդոտներ կարող առաջանալ։ Հենց այնպես չի ընկել, մարդը չի կարող սիրված լինել իրեն լավ զգալ, բայց աչուձախ վիճել։ Դա անհնարին է, դա ցույց է տալիս ձեր երկրորդ կեսը։ Գուցե սիրո համար է, գուցե երկրորդ կեսի հետ է։ Ոմանք այդ օրը կարող են վիրահատություններ անել, կամ ուշադիր եղեք ընդհանրապես սուր գործիքներով աշխատելուց այդ օրը։ Եվ ինչ որ մի բան հիմքից կգտրեք գցեք, բայց ասեմ, որ ինձ թվում է շտապում եք, որովհետև հետո խոչընդոտներ կան։ Նույնն էլ վիրահատությունը։ Միգուցե այդ օրը չպետք է անել։ Եվ ուշադիր եղեք այդ օրը յուրաքանչյուր սուր գործիքներից, նաև մեքենա վարելուց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 6-ին։ Ամուսնության առաջարկ, սիրախոստովանություն, կարող հարսանիքի լինել, կարող եք ոչ գործարք կնքել ինչ որ մեկի հետ, նշանադրության կամ ձերն է կարող հարսանիքը, նշանադրությունը, եք նշում։ Այդ օրը նաև օտար երկրի հետ կապված ոչ մի բան կիմանաք, ոչ տեղեկատվություն, ձեր ցանկությունները նաև կիրականանան, բացի առաստված կապը, ցանկություններ պահեք նաև, եթե ինչ որ ցանկություններ կան, եւ փոփոխությունները մտնելու ձեր կյանքում, ոչ կարևոր գլխավոր մի բան կփոխվի ձեր կյանքում, դեպի լավն է ընդհանրապես, փոփոխությունները միշտ լինում այս քարտով, ոմանց մոտ հղիություն է, ծննդաբերություն է, ոմանք տեղափոխվում են մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, կամ երկար ճանապարհորդության կարող եք գնալ։ Այսքանը ձեզ համար, ամենայն դեպս լավ փոփոխություններ, վերջերս ոնց որ ձեզ մոտ անդադ փոփոխություն է մտնում է, չգիտեմ ում մոտ ինչպես, բայց պետք է սպասել, կարծես թե երկարում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակխաղաղների։ Ինչ է սպասվում ակխաղաղներին դեկտեմբերի 6-ին։ Շատ շփում, բավականին, տարբեր մարդկանց հետ միգուցե խոսեք։ Նաև սա բամբասանք է, նաև սա լեզվակռիվ է ինչ որ մեկի հետ, անհանգստություն է նաև, այդ որ ձեր ցանկությունները կիրականանան, գուցե աստղի նման այդպես փայլում եք, նաև դա կապը առաստված կա, այնպես որ ընդունեք դա, ցանկություն պահեք, եւ օտար երկրից ոչ տեղեկատվություն կլսեք, ինչ որ նորություն։ Նաև այդ օրը ինչ անեք հաջողությամբ կընթանա, ինչ էլ որ լինի, միևնույն է վերջի հաջողությունն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 6-ին։ Տան հետ կապված որևէ իրադարձություններ են, հնարավոր է տեղափոխություն է, հնարավոր է հյուրեր են, առիթ է, այստեղ երեխաների առիթ կարող է լինել, թոռները գան, առիթ ստեղծեք, ինչ որ պահեր են ուրախության այստեղ։ Ամենայն դեպս կամ դուք եք գնում ինչ որ մեկի տուն երեխայի առիթին։
Նաև տեղափոխություն է, սա իրերը կարող տեղափոխել, տոնածառ, բան, նման բաներ դնել եւ երեխաները ուրախանան, թոռները ուրախանան։ Նաև ոմանց համար հասարակական կյանքն է, որ կարող ցուցադրել ձեր կյանքը, կարող տոնածառ դնել եւ ցուցադրել, թե ինչպես է տոնածառը դրել եւ այլն, եւ իհարկե առիթն է։ Ծնունդ, կնունք, հարսանիք, գուցե ձեր երեխաներինն է։ Ոմանք այդ օրը կհղիանան, ծննդաբերություն է սա նաև, կարող ինչ-որ մեկն է, այդպես հղիանում կամ ծննդաբերում դա եք նշում։ Եվ իհարկե բիզնեսն է, որը կարող եք ցանկանալ, կարող է խանութի բացումն է օրինակ այդ օրը։ Նոր բիզնեսի հիմք, ինչ-որ նշում եք օրինակ, գուցե դուք էլ եք իմ նման, սիրում եք ամեն մանրուքը նշել, վայ գտալ առանք, մի հատ նշենք, վայ ապսե առանք, նշենք, մեր տանը այդպես է, դա համար է, կարող ինչ-որ պահեր են, որը նշում եք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք խոզերին, վարազներին, ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 6-ին։ Այստեղ ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, գուցե գնում եք այստեղ առիթի, դրա համար եք գեղեցկանում։ Նաև այցելություն ծնողներին, միգուցե մեկ այլ տեղ եք այցելում ծնողներին։ Նաև եթե ինչ-որ կարող այդ օրս գալ, որ գործերը դանդաղում են, ինչ-որ մի բան առաջ չի գնում նորմալ, պետք է հասկանաք, որ ավելի ամրապնդվում դրա համար, ինքը արագ առաջ չի գնում։ Ոմանք այդ օր ոգևորված կլինեն, տարբեր գործեր կանեք, եթե առիթի եք, ապա այնտեղ կօգնեք, աշխուժ, հապսեները կդասավորեք, եւ նաեւ դա անսպասելի կամ հանկարծակի դրսում ծանոթություն է, կամ կփորձեն դες ծանոթանալ, կամ դուք կփորձեք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ։ Նորություն է, որը կլսեք հյուրեր, կամ դուք կունենաք, կամ դուք կգնաք հյուր, այս դեպքում արդեն առիթ է եւ գնում եք հյուր։ Եվ նաեւ սա հասարակական կյանքն է, միգուցե հասարակական վայր եք գնում։ Օրինակ, ինչ-որ մի այգի կամ ինչ-որ խաղասրահ, երեխաներին եք կողոտանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։